Դա ջան ինչ ես անում։ Քայլում եմ։ Ապրես, դու քայլում ես գետնի վրա, որոշակի հարված ես հասցնում գետնին ողջ, ճիշտ է։ Եվս ֆիզիկայի կանոնի, որքան որ հարվածում ես գետնին, նույն հարվածը անդրադառնում է քեզ։ Եվ առավել եւս այն մարդիկ, ովքեր ունեն հենաշարժիչ համակարգի որևէ խնդիր, տվյալ դեպքում հոդերի խնդիր կլինի, ցնցների խնդիր կլինի, ողնաշարի խնդիր կլինի, դրանք այդ խնդիրները միանշանակ ավելի շատացնում են։ Կարող օրինակ մարդը մի որոշակի ժամանակ քայլի, ու սկսի մեջքը ցավը։ Քայլի բիոմեխանիկան այնպեսին է, որ մենք միլիվարկյաններ գտնվում ենք մեկ ոտքի վրա։ Այսինքն մեկ ոտքի հոդի բեռնվածությունը, հատկապես տևական ժամանակ, կարա լուրջ խնդիրներ առաջացնի ժամանակի հետ։ Ես Սարգիսի դեմ ոչ մի բան չունեի մինչև ռիլը տեսնելը, բայց էսի խայտարակությունը։ Սկզբում դու մարդկանց վախեցնում ես շաքարից, իսկ հիմա վախեցնում ես քայլելուց։ Ինչ խղճով կարաս դու մարդկանց ասես, որ քայլելը կարա իրենց մոտ մեջքի կամ հոդի խնդիրներ առաջացնի, կամ այդ եղած խնդիրները վատթարացնի, երբ որ մի աշխարհ, մի ծով գիտական գրականություն կա, որը ցույց է տալիս լրիվ հակառակը։ Քայլելը դա ամենալավ բաներից է, որը մարդը կարող անի իր մեջքի կամ հոդի խնդիրները բարելավելու համար։ Քայլելը բառից բուն իմաստով ամենահետազոտված բանն է, որը օգնում է մեջքի ցավերի դեպքում։ Քայլելը օգնում է, որ քո մարմինը ավելի լավ արտադրի բնական օպիոիդներ, որոնք որ ցավը թույլատնում են։ Իջեցնում է ցավի զգայունությունը, բարելավում է սինովիալ հեղուկի արտադրությունը ու շրջանառությունը հոդերում, ուժեղացնում է ոտի մկանները, բարելավում է արյան ճնշումը, օգնում է կանխել տարիքի հետ ոսկորների փխրությունը, ինչը օգնում է կանխել օստեոպորոզի ու օստեոարտրիտի պես հիվանդությունները, բարելավում է արյան շրջանառությունը ողնաշարի մկաններում, ինչը օգնում է, որ այս բջիջները ավելի լավ վերականգնվեն, իջեցնում է սթրեսի հորմոնների մակարդակները։ Ուլը բազմաթիվ օգուտներ ունի, որոնք եթե ես բոլորը քննարկեի, կարելի մի հատ մի ժամանոց YouTube-ի վիդեո սարքեի։ Այսքանից հետո դու ինչ խղճով ես մարդկանց քայլելուց վախեցնում։ Ասենք դու հասկանում ես ինչքան սխալ ու վնասակար ինֆորմացիա ես տարածում։ Կարող է մարդը նայում այս վիդեոն, որ մարզասրահ գնալու հնարավորություն չունի ու առասարակ միակ ֆիզիկական ակտիվությունը, որը ինքը օրվա ընթացքում անում է, դա քայլելն է։ Ու այս վիդեոն նայելուց հետո ինքը փորձում է քայլելուց հնարավորինս խուսափել։ Կամ կարող է ինչ-որ տարիքով մեծ մարդ նայում այս վիդեոն ու մենք բոլորս գիտենք ինչքան շատ են տարիքով մարդիկ վախում մեջքի ցավերից։ Ու այս վիդեոն նայելուց հետո ինքը որոշում է, որ հնարավորինս պետք է քիչ քայլի, դե որովհետև քայլելը մեջքի ցավը չէ առաջացնում։ Երբ որ իրականում իրան լրիվ հակառակն է պետք։ Եթե դու մարդ ես, ով որ ունի աուդիտորիա, ու այս վիդեոն բավականին մեծ թվով մարդիկ են նայել, քո ասածները կարող են ուղղակիորեն ազդեն մարդկանց որոշումների ու մարդկանց կյանքի որակի վրա։ Դրա համար sense ապուշ խորհուրդներ տալուց առաջ միգուցե կարելի է այս թեման մի փոքր հետազոտել ու տեսնել ինչ օբյեկտիվ ինֆորմացիա կա այս թեմայով։ Ու այսքանից հետո այս մարդը կանչում է ինձի բանավեճի։ Եղբայր, միգուցե մի հատ գրքի հետ բանավիճես, հետո նոր ինձ կանչես։